Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Հայաստանի ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընդմեծմամբ ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Բայց այնպես ստացվեց, որ մարտի 3-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Ըստ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի, իշխանությունը Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի նախագծի կողմ քվեարկելու որոշում ունի, այնպես որ այստեղ պարոն Սիմոնյանը խորհուրդ է տալիս որևէ այլ մտադրություններ եւ այլ պարունակություն չփնտրել։ Այնուամենայնիվ Հայաստանի ապագան, Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն շարունակում է բավականին խնդրահարույց լինել եւ կան տարբեր կարծիքներ, կան տարբեր մտքեր, որքանով է այդ ճանապարհը էֆեկտիվ, որքան այդ ճանապարհը երկար կլինի, կան կարծիքներ, որ Հայաստանը ընդհանրապես չի կարող Եվրամիության մաս դառնալ, եւ այս կարծիքները բոլորը բախվում են իրար, կան հակառակ կարծիքներ եւ մենք այսօր լսելու ենք հերթական կարծիք, այդ կարծիքը լինելու է Եվրոպայից, որը մեզ թույլ կտա ինչ որ հարցերի շուրջ գալ երևի թե ընդհանուր հայտարարի։ Մեր հյուրն է, որը մեզ միացել է տեսակապով Ֆրանսիայի Նից քաղաքից, տնտեսագիտության թեկնածու նախագծերի կառավարիչ Ալեքսանդր Բարսեղյանը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Ուրախ եմ ձեզ ողջունել մեր եթերում եւ առաջի հարցը հետեւյալն է. ըստ ձեզ, ինչու է Հայաստանին անհրաժեշտ դառնալ Եվրամիության անդամ։ Շնորհակալ եմ հրավերի համար, եթե թույլ տաք փոքր նախաբան, քանի որ առաջին անգամ եմ, երևի որպեսզի դիտումներ լինեն, կխնդրեմ իմ փոխարեն Խուրշուդյանի, Խզմալյանի կամ Ազատ Աշակյանի նկարը դնեք, դա կատակային։ Բայց նայեք ինչ խորհրդավոր օր ենք մենք խոսում Վազգեն Սարգսյանի Սպարապետի ծննդյան օրը։ Մենք հապաղելու իրավունք չունենք, հարգելի պարոն Ստեփանյան։ Մենք կարող ենք անվերջ պատճառներ բերել, գուցե կան իրականում, գուցե կան տեխնիկական խոչընդոտներ։ Մենք րոպե առաջ պետք է մեր քայլերը գործարկենք եւ օրերս էլ Արթուր Մեշչյանի ծնունդն էր, իր խոսքերից բերեմ եւ եթե անգամ չհասնեմ լույսին զուր չէին բոլոր աղոթքներս տեր։ Մեզ կարող է երբևիցե չընդունեն Եվրամիության կազմում, գուցե երբևիցե չընդունեն։ Հետո պետք է հասկանալ ինչն է այդ բաղձալի նպատակը, հա, ու եթե մեզնից ոչինչ կախված չէ, հետաբար ինչու ջանքեր ծախսենք։ Ինչ է Եվրոպական միությունը։ Դա մի արժե համակարգ է, բացի այն, որ անդադ մենք խոսում ենք մաքսային միության մասին, մաքսային միությունը շատ լավն է, բայց դա միակը չէ, արժե համակարգ է։ Մենք Եվրոպական արժե համակարգի ընտանիքի անդամ ենք հազարամյակներ ի վեր, 4000 տարի գրանցված պատմություն ունենք, թե որքան։ Մենք միշտ եղել ենք Եվրոպա, մեզ բերել զորով մցրել են այդ մողոլա-թյուրքական կայսրության կազմը եւ արժե համակարգի մեջ, բայց մենք անդադ տեսնում ենք, չէ, որ դա մերը չի։ Հետաբար դառնալու համար ինչ է պետք, սա նախագիծ է, արդեն իմ մասնագիտությունը։ Կան 35 բանակցային դրույթներ, որոնք դու պետք է ունենաս միանալու համար, անկախ նրանից որքան կտևի եվրոպական բյուրոկրատիան, որքան կտևեն բանակցությունները, արդյոք շահագրգռված հետաքրքրված կլինի Եվրոպական միության ամբողջ կազմը, որոշ առանձին երկրներ կամ անհատներ իրենց ղեկավարներից, դու պետք է նայես, թե ինչ ես անում դու, ուզում ես արդյոք թե ոչ։ Ես դրա մասին նյութ եմ հրապարակել, որ 1 տարում, եւ դա ֆանտաստիկ թիվ չէ, հնարավոր ունել, անցնել այդ ճանապարհը, կատարել մեր տնային աշխատանքը։ Ընդհանրապես պետք է խմբեր ձևավորել մասնագետների, որոնք շատ մեծ ինտենսիվությամբ հաշվետվողականության պետք է կատարեն իրենց աշխատանքը, ներկայացնեն իրենց վերահսկող մարմնին, ընդհանուր կոորդինատորին, եւ մենք ստանանք այդ ամբողջ փաթեթը։ Դրանից հետո արդեն եթե անգամ Եվրոպական միությունը ասի չէ, նրա առաջնահերթությունները փոփոխվեն, հետաքրքրությունները եւ այլն, դուք ունենաս շատ ավելի լավ
պետություն շատ ավելի հեշտ կառավարելի, թափանցիկ, ժողովրդավար, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ոչ թե մենք գուցե հիմա էլ ունենք շատ գեղեցիկ գրված համանadrություն, օրենքներ, որոնք ընդունված են Վենետիկի հանձնաժողովի, մյուսի կողմից շատ գովելի, բայց մենք հո գիտենք, որ դրա կիրառելիությունն է կաղում։ Մեկ եւս նկատառում, եթե դու տակ դիտորդը կարող է մտածել, նստել ես տակտեղ, քեզ լավ է, Եվրոպայից մեծ խոսում ես, Հայաստանի ճակատագրերն ես որոշում։ Ես ինքս դեմ եմ, երբ որ Հայաստանում չապրող մարդը իրապես վերամբարձ խոսքերով ու խրատներով փորձում է խելքի բերել հայաստանցուն, ես ընդհանրապես այդ դիրքորոշումը չունեմ, իմ անձի հետ կապված հետնել ես հայաստանցի եմ եւ ֆրանսիացի, ես համ Հայաստանում եմ ապրում։ Պարոն Բարսեղյան, մենք ենք ձեզ դիմել եւ մենք ենք ձեզ խնդրում, որ դուք ձեր կարծիքը որպես սիստեմշիկ, որպես համակարգային մտածելակերպ ունեցող մարդ, ձեր կարծիքով կիսվեք մեզ հետ եւ մեր հեռուստադիտողների հետ, այնպես որ ես կարծում եմ այստեղ քննարկելու բան չկա, խնդրեմ շարունակեք։ Բարի, շնորհակալ եմ։ Հետո սա նախագիծ է, պարզապես նախագիծ է։ Դու քո անելիքը արա, եթե դու ասում ես կընդունեն մեզ արդյոք թե չէ, դու քեզ ինքդ սկզբից հարց տուր։ Ես ուզում եմ այնտեղ լինել, թե ոչ, եւ ինչու եմ արդյոք ուզում այնտեղ լինել, թե ոչ։ Ուզում եմ արդյոք առնչվել այդ մեծ մշակույթի հետ, այդ մեծ տնտեսական շուկայի հետ, այդ մեծ արժեքային համակարգի եւ համայնքի հետ։ Եթե այո, նոր դրանից հետո դու արդեն մտածի, կարող ենք, չենք կարող, սպասում են, չեն սպասում, ինչ խոչընդոտներ կլինեն եւ ինչեր։ Ռիսկերի հետ կապված, որ շատ հաճախ հնչում են քննադատաբար օպոզիցիայի կողմից, այս հարցի օպոզիցիայի կողմից։ Ռիսկերը նայեք, կարելի է գնահատել ամեն ինչը կարելի է որպես նախագիծ դիտարկել, հացի գնալը, դուրս եմ գալիս տնից, արդյոք ժակետ հագնեմ, անձրև է գալիս, կթրջվեմ, թե սառույց է տանս դիմացը, կարող եմ գնեմ գլուխս կոտրեմ։ Այդ այն դեպքում, երբ որ դու պարզապես ուզում ես մեկ հաց գնել, բայց եթե դանակը կոկորտիդ կանգնած է մեկը, դու ուզում ես դուրս բրծնել, առանց նայելու, թե ոտդ կսայթակի, թող գլուխդ էլ կոտրվի, ոչինչ։ Մենք հիմա չէ որ այդ վիճակում ենք կանգնած, այն պարագայում, երբ որ մեր մշտենջանական դաշնակիցը 200 տարվա արդեն կերպարանափոխված ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ մեր դաշնակիցը չէ եւ հակառակը անդադ մեր շահերի հաշվին առևտուր է անում մյուս իր կոնտրագենտների հետ եւ մենք արդյոք ուզում ենք մնալ այդտեղ։ Միանշանակ է պատասխանը, որ պետք է դուրս գալ գնալ ուր, մնալ մենակ չենք կարող փակվել, մենք 35 տարի երկու պետության կողմից մեր հարևան շրջապատված ենք եւ շնչելու հնարավորություն չկա։ Այս դեպքում պետք է դուրս գալ ու միանալ մեկ ավելի առողջ, մեծ համակարգի, որը որ մեզնից է կրկին կախված, այդ արդեն մյուս հարցն է, որը որ ես շատ ուշիշով հիմա հետազոտում եւ հետաքրքրվում եմ դրանով, մեր դիվանագիտությունը։ Հարկ Աստծո 35 տարվա մեջ առաջին անգամ ունենք նախարար, ով շատ ակտիվ է աշխատում, բայց նա միայնակ չեմ կարծում, որ ունակ է բոլոր հարցերը կարգավորել եւ չունենք դիվանագիտական մեծ դպրոց, մեծ կադրային ռեզերվ։ Այստեղ արդեն պետք է փորձել ուսանողության եւ ուսանողությունից դուրս մեր կադրային ռեսուրսները պրպտելով, օգտագործելով հայաստանցու մտավոր պոտենցիալը։ Մենք երբեմն զարմանում ենք, որ ինչպես էս մարդը Հայաստանում հացի գումար չուներ, չէր կարողանում իրան գտնել, բայց մի ձև փախնում ընկնում է որևէ այլ երկիր, ոչ միայն եվրոպական իդեպ։ Կարող է լինի միջինասիական, աֆրիկյան կամ չգիտեմ։ Եվ շատ արագ կարողանում է ոտքի կանգնել եւ մեծ համբավ ու ձեռքբերումներ ունենալ այդ երկրում, այդ համակարգում, նշանակում է, որ մենք ուղղակի մեր մտավոր պոտենցիալը ճիշտ չեն կարողանում բացահայտել Հայաստանում եւ ճիշտ օգտագործել։ Հիմա, եթե մենք չունենք դիվանագետներ, կամ ունենք դիվանագետներ, ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, որպես արդյունքներ չգրանցելով, ինձ թույլ եմ տալիս այսպեսի եզրահանգումներ անել, եթե չունենք որևէ արդյունք կամ նայումս այդ մարդը գնացել այնտեղ սեփական բիզնես է զարգացնում, ընտանիքի անդամներին այդ երկրի քաղաքացիություն է հանում, նույնպես նախագծերի կառավարման դասական մոդելներով կարելի է
հավաքագրել, չէ՞ որ մենք պատերազմի ժամանակ հավաքագրում ենք 18-20 տարեկան խաներին աղջիկ տղամարդ ուղարկում կրակի բերան, հիմա հավաքագրել այդ մարդկանց հստակ խնդիրներ դնել դիմացները, ասել գնում եք այս նախագիծը, այս երկրում անկախն են 250 քանի պետություն կա, չէ՞։ Այստեղ գնում ես ձեռքից բերում մշակութային ոլորտում, ես քեզ նշանակում եմ տնտեսական պատասխանատու ես, անվտանգային հարցում, այս մեկը եւ 3 ամիս հետո դու մեզ հաշվետու ես լինում։ Չի ստացվում։ Դերերը փոխում ենք, երկիրն ենք փոխում, մարդկանց ենք փոխում։ Մենք այդ ամենը արդյոք անում ենք թե չէ, արդյոք դրա համար պետք են ինչ-որ ֆանտաստիկ գումարներ կամ պետք է Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի կամ մեկ այլի թույլտվությունը։ Ընդհանրապես պահանջվում է տեսլական եւ կամք։ Պարոն Բարսեղյան, ձեր տեսակետը ես հասկացա, բայց տեսեք, այս ամենը առաջի հերթին պահանջում է մտածելակերպի լուրջ փոփոխություններ Հայաստանի ներսում։ Եվ հասարակության շրջանակներում, եւ իշխանության, եւ ընդդիմության բոլորի։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանից եւ ռուսական ագենտուրայի կողմից Հայաստանի ներսում անընդհատ հետեւյալ միտքն է հնչում, sense ռեֆերենով հնչում է։ Դուք չեք կարող միանշանակ լինել Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում։ Այսինքն մեզ դրանով վախացնում են։ Մեզ վախացնում են դրանով, որ վաղը մեզ կարող են ԵԱՏՄ-ից դուրս հրավիրել։ Եվ 3 հերթական անգամ հերթական պրոռուսական լրատվամիջոցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպյորկինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում։ Սա որքանով է իրական վտանգ ըստ ձեզ Հայաստանի տնտեսությանը, եթե Հայաստանը չլինի ԵԱՏՄ-ում, եւ որքանով է սա վտանգավոր զուտ պրոպագանդայի տեսանկյունից, երբ որ մեզ հրամցվում է մի միտք, որը իրականության հետ ընդհանուր աղերսներ չունի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կատաստրոֆա չի լինելու։ Խնդրեմ։ Տեսեք, իրականում տնտեսական ռիսկերը անհրաժեշտ է գնահատել, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Ուրորեն չի կարելի գործը, բայց ավելի մեծ վտանգ է հենց ձեր նշած միտքը, որը ներարկվում է մեր ուղեղների մեջ, եւ այդ միտքը 200 տարի շարունակ ներարկվում է, անընդհատ մեզ վախացնելով, զրկելով մեզ մտածելու ունակությունից, մենք ինքնուրույն վախենում ենք մտածել, մենք անդադ սպասում ենք, որ մեր փոխարեն մեծ եղբայրը այնտեղից պետք է մտածի եւ մեզ հրամցնի գործելու ինստրուկցիան։ Ամենամեծ վտանգը ես դրանում եմ տեսնում։ Տնտեսագետներ Փառք Աստծո ունենք, իրավաբաններ ունենք, տարբեր ոլորտի փորձագետներ ունենք, պարոն Արզումանյանը րոպեներ առաջ ձեր եթերում էր այնքան հետևողական եւ դարակներով շարված ամեն ինչը ներկայացնում էր, ուղղակի վերցրու եւ արա։ Հիմա հետեւաբար եթե մեզ այդ միտքն է անդադ ներարկվում, մենք պետք է հասկանանք ինչպես դեմ առնել այդ միտքը ներարկելու, երկրորդը, որը որ շատ կարևոր եմ համարում, մենք թերագնահատում ենք մեր հասարակությանը։ Մեր հասարակությունը կույր չէ, նոյեմբերի 9 վկա, ինձ թվում է, եթե կային նույն ես, եթե մինչ այդ պատրանքներում ինչ-որ ընդհանրապես որևէ զգայողական վերաբերմունքի տեղ չի մնացել, ամեն ինչը պարզ է, դրանից ավել էլ ինչ պետք է արվեր, 23-ի սեպտեմբերը գուցե, որ վերջնականապես մեր պատրանքները թաղվեին, այդ միտքն է, որ մեզ վախեցնում է, իսկ մեր հասարակությունը շատ ավելի հասուն է թողինձների կառավարությունը, քան կառավարության ներսում։ Գուցե կառավարությունը իրոք հենց մտածում է, բայց կաշկուրված է շատ վախեր ու եղել է նույն այդ վախերը նրանց վրա ինչ ասում։ Նրանք էլ մեզնից ելածներն են, մեզնից նույններն են, չգիտեմ, ես կամ դուք եթե լինեինք այդ աթոռին, արդյոք շատ ավելի զգուշավոր կգործեինք, շատ ավելի ռիսկային։ Այս հարցերը գնահատել պետք է, բայց երբ որ քեզ մահի առաջ են կանգնեցրել, կարծում եմ հենց այդ պետք է գնալ ռիսկին դուրս բարձրանելու։ Իսկ ԵԱՏՄ-ն մենք պետք է նայենք ոչ միայն ինչ է տալիս մեզ, այլ ինչ են տալիս մենք նրան։ Շատ հզոր, գերհզոր, աշխարհի ամենահզոր Ամերիկայի Միացյալ Նահանգները վախեցրեցին Կանադային սանկցիաներ մտցնելու սպառնալիքով, եւ որ դուք մեկ էլ կորում ոչինչ անեք, եթե միանաք։ Կանադան շատ արժանապատիվ պատասխան տվեց համահունչ ինքնացիքով
ինչը վել չեն կարող անել եթե դուք կարծում եք Ռուսաստանը երբեմն Ռուսաստանը եթե Ռուսաստանը հանկարծ արգելափակի մեր արժեքի դերները ով է ավելի շատ դժվար մեր հարաբերական բիզնեսմենները ովքեր վստահ են շատ արագ կարող են կողմնորոշվել բարձրացնել ստանդարտները եւ նույն ապրանքը արտահանել դուրս եւ մեր կառավարությունը եթե հիմա տեսնում եք սպառնալիքները քանի տարի հնչող 13-ի սեպտեմբերի 3-ը եթե հաշվի չառնենք մենք տևական ժամանակ փորձում ենք ինտեգրվել Եվրամիության հետ այս ընթացքում եթե մենք չենք մտածել չենք հաշվարկել ռիսկերը ոչ մի քայլեր չենք արել դրանց նվազեցնելու շատ վատ է բայց եթե անգամ չենք արել բիզնեսը շատ ավելի զգայուն է այս ամեն ինչի քան ինչ որ տեխնոկրատներ բյուրոկրատներ ովքեր նստած այնտեղ փորձում են մտածել թե ինչպես հարմարվել մեր դեմ ցակող ապագա հարցերին կամ խնդիրներին մենք շատ ավելի շուտ կկողմնորոշվեն բացի Եվրամիությունն էլ ունենք ասիական ուղղությունը միջին արևելք որ վստահ եմ արդեն աշխատում են մեր տնտեսվարողները այդ ուղղությամբ Պարոն Բարսեղյան, իրականում ես դեռ շատ հարցեր ունեմ եւ շատ թեմաներ կան, որի շուրջ մենք դեռ պետք է խոսենք, բայց ցավոք մեր այսօրվա ժամանակը ավարտվեց, բայց ես կարող եմ նշել մեր զրույցի արդյունքներով, որ մեր զրույցը ստացվեց եւ դա ամենակարևորն է, հուսով եմ մենք հնարավորություն կունենանք այս զրույցը դեռ շարունակելու, ինչի համար ես ձեզ շնորհակալ եմ։ Ես եմ ձեզ շնորհակալ, Դարինին ձեզ, պարոն Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Ֆրանսիայի Նիս քաղաքից, տնտեսագիտության թեկնածու նախագծերի կառավարիչ Ալեքսանդր Բարսեղյանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։